Տարիներ շարունակ հայկական ծիրանի, դեղցի, խաղողի ու հայկական մի շարք այլ ապրանքների հիմնական ուղղությունը մեկն էր՝ դեպի ռուսական շուկա։ Սակայն այս տարի այդ ճանապարհին արգելապատնեշ է հայտնվել։ Ռուսաստանի սահմանափակումներից հետո Հայաստանի կառավարությունը վստահեցնում է՝ խուճապի պատճառ չկա, նոր շուկաներ կգտնվեն, իսկ եթե մթերքը չարտահանվի, պետությունը կհատուցի վնասը։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը։ Այստեղ մի քանի հարց է առաջանում. եթե Ռուսաստանի դուռը փակվում է, որ դուռն է բացվում դրա փոխարեն, եւ եթե գյուղացու բերքը մնա այգում կամ պահեստում, այդ վնասի դիմաց խոստացված գումարը ում գրպանից է դուրս գալու։ Բյուջեում նույնիսկ եթե փող կա այս պահին որոշակի պաուստային ֆոնդ, հաստատ չի բավականացնելու ամբողջ գյուղ ոլորտի սուբսիդավորման համար հնարավոր չի ջերմոցը սուբսիդավորել, բաց գրուտը, բոլորն էլ տուժվում են, ամեն մեկը իր չափով։ Տարիներ շարունակ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի հիմնական գնորդն է եղել։ Ոչ միայն այն պատճառով, որ շուկան մեծ է, իսկ հայկական արտադրողների համար գործում էին արտոնյալ պայմաններ, այլ նաև արտահանողներն արդեն ձևավորված կապեր, գործընկերներ եւ վաճառքի ուղիներ ունեն։ Այժմ կառավարությունն առաջարկում է նոր ուղղություններ որոնել, խոսելով եվրոպական եւ այլ շուկաների մասին։ Իսկ Ուկրաինան էլ արտոնություն տվեցին Եվրոմիությունը, որ գրեթե առանց փաստաթղթավորման որակի մասին է Ուկրաինայի գյուղմթերքը ազատ իրացվի Եվրոմիության շուկաներում, դա շատ կարճ տևեց, հերթական քաղաքական խաբկանք էր, որտեղ նույնը Եվրոմիության ֆերմերները իրենք դուրս եկան բողոքի, որ իրենց ապրանքները չի իրացվում, մրցակցությունը դադարել է եւ նմանատիպ խնդիրներ։ Սակայն տնտեսության մեջ շուկաները քաղաքական հայտարարություններով չեն փոխվում։ Եթե ռուսական շուկան տարիներով է ձևավորվել, ապա եվրոպական շուկա մտնելը պահանջում է նոր սերտիֆիկատներ, նոր գործընկերներ, նոր լոգիստիկա եւ նույնիսկ ավելի խիստ որակական չափանիշներ։ Այլ կերպ ասած, Ռուսաստանի փոխարեն Եվրոպա արտահանելն այնքան էլ նման չէ, պարզապես քարտեզի վրա մեկ ուղղությունը մյուսով փոխարինելուն։ Ես նաև ինձ կառաջարկեի, որ այս իրավիճակը օգտագործելով խնդրել Եվրոպական միությանը քվոտաներ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, որոշ ապրանքների գծով, օրինակ ամենահեշտը դա ծաղիկներն են, ինչու որովհետև ծաղիկները հոլանդական սերմերով բերված աճեցված ծաղիկներ են, դրանք տեխնոլոգիապես նույնն են, եւ եթե ֆիտոսանիտարական հիվանդությունների տեսանկյունից խնդիր չկա, ապա ծաղիկները կարող են արտահանել դեպի Եվրոպական միություն որոշակի քվոտաների շրջանակներով։ Կառավարությունը հայտարարել է, թե արդեն մի խմբականակ հայկական արտադրանք ուղևորվել է ԵՄ երկրներից մեկն առանց հստակեցնելու, թե որ երկիր ու ինչ խմբականակ։ Իսկ մինչ կառավարությունը նոր գնորդներ է փնտրում, գյուղացիներին առավել շատ հետաքրքրում է մեկ այլ խոստում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե օրինակ պղպեղը չարտահանվի եւ փչանա, կառավարությունը կվճարի դրա դիմաց։ Խոստումը հնչում է համոզիչ, բայց այստեղ էլ հարցեր կան։ Որքան մթերքի մասին է խոսքը, քանի տնտեսվարող է օգտվելու այդ ծրագրից եւ ամենակարևորը, որտեղից է այդ փողը գալու։ Բոլորը խնդիր կունենան վաղը մյուս օր կարտոֆիլի արտահանման, մյուսը խաղողի, որ ուզում եք դեղցի, կերասի, որ մեկին սուբսիդա։ Կարևորը արտահայտությունն են արել, ձգեն հասնեն հունիսի 7, հեշտական անգամ մարդկանց գցեն մոլորության, խաբկանքի մեջ, որոշեն մարդիկ, որոնք որ ծանոթ հետևանել ներողություն այդ կանել չգիտեն, հետո հետևանքները ինչա լինելու, հունիսի 7-ին խոստացել են, հոչի երթվեցին։ Հայկական ապրանքի ԵՄ շուկա մուտքի մասին խոսակցությունների հետ հավասար առաջանում են մի շարք անպատասխան հարցեր։ ԵՄ շուկան հայկական ապրանքի պահանջարկ ունի, իսկ հայ արտահանողը կկարողանա ապահովել եվրոպական չափանիշներ կամ ինչպես են լուծվելու լոգիստիկ խնդիրները։ Եվ եթե հայկական ապրանքները այդ ստանդարտներին բավարարեն, ես կարծում եմ, որ դեռ բավականաչափ չեն բավարարում, անկեղծ ասեմ, որպեսզի կարողանան դեպի Եվրոպա արտահանել։ Ընդ որում վերջերս խոսում էր նաև էկոնոմիկայի նախարարը ասում էր, որ սուբսիդավորեն լոգիստիկ ծախսերը, տրանսպորտային ծախսերը, որպեսզի գոնե մի 4 անգամ դեպի Եվրոպա ծավալները աճի։ Ու այստեղ եթե ստանդարտները բավարարում են պետությունը կօգնի, դա իհարկե լավ քայլ է, բայց այստեղ կա նաև այն խնդիրը, արդյոք եվրոպական շուկան 4 անգամ ավել կվերցնի։ Այսինքն ինքը ուզում է վերցնել, թե չի ցանկանում վերցնել, որտեղ եվրոպական շուկան բավականին պլանավորված շուկա է ամեն տարվա
սկզբին պլանավորվում է։ Մինչ նոր գնորդներ են որոնվում, գյուղացիներն արդեն հաշվում են օրերը, որովհետև գյուղատնտեսության մեջ ժամանակը նույնքան արժեքավոր է, որքան բերքը։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։